Անդրադառնանք Կիսակովի պողոտայում տեղի ունեցողին, հայտարարքի իրավիճակ է, քաղաքացիները բողոքում են այդ մասին, որ 2-3 ժամ ճանապարհ են անցնում, սա ինչպես դուք կմեկնաբանեք, ինչի արդյունք է, ինչի հետևանք է։ Սխալ պլանավորում, իրանց մոտ պլանավորում գոյություն չունի, նախնական պատրաստվել հասկացություն չկա, ու բացի դա այդ ճանապարհը նորմալ ճանապարհ ես անձամբ քշում եմ դեռ շաբաթը 2-3 անգամ խնդիր չկա այդ լուրջ փոստերը որ քաղաքի ամեն փոստերում կա թողած 3-4 ամիս ասում են փոստ են լսում բայց փոստերը դեռ կա այդ խնդիրները որ այնտեղ թողած գումար են ծախսում նորմալ ճանապարհը քանդում են դե ինչ ասում ձեզ ինչ ասում այսինքն ու բացի այդ մի գիծալ բաց չեն թողնում որ ժողովուրդը կարան քշեն մի ընդհանուր կողմը բռուն փակում են չեն մտածում որ այս մարդիկ վերջիվերջո պիտի գործի տուն գնան մի կողմը բաց թողեն քշեն ոչ մի պլան ոչ մի բան չկա այս քաղաքը բանա անարխիայի մեջ է ցավոք դուք ինչ եք առաջարկում ինչ առաջարկներ ունեք որպեսզի նման խնդիրների չբախվեն քաղաքացիները գնայք ղեկավարության էսի պիտի փոխվի ընտրություններն առաջիկամ ես հույս ունեմ որ այդ ընտրությունները կազմեն ստեղ փոփոխություն լինի չէ այսպես անարխիա այսպես կաոսի մեջ պիտի ապրենք մարդն վարորդն այսօր դանակար ավտոբուսում ավտոբուսում կռիվ կոտորոցա մետրոները վագոններ դեռ չեն բերել 3-4 ամիս ասում են վագոն ենք բերելու մարդիկ չեն կարող մետրոների մեջ տեղավորվեն ճանապարհներում չեն կարող քշել այս քաղաքը վարյա գնում սրած մեջ սրած ղեկավարելու տրանսպորտում ինչ խնդիրներ կան քաղաքացիները հաճախ են ձեզ ահազանգում վարորդները ինչի մասին են նրանք ահազանգում ինչ բողոքներ են ներկայացնում դե նայեմ բոլորս էլ գիտենք ցանկացած նորմալ եվրոպական երկիր գնաց վարորդները կապ չունեն գումար հավաքելու վարորդը վարորդ է Այդ համար կան հսկիչներ մենք հիմա այս հսկիչները իրանք դիրեցին մի քանի ամիս առաջ բայց այդ հսկիչները չգիտես ուր են չկան բացի դա հսկիչները զգես չեն ակտում սովորական շորերը մտնում են մեջ ոնց որ փողոցային մարդին են կռիվ են սկսում ժողովրդի հետ Հիմա այդ հսկիչների գործը չի աշխատում ավինի ասերը վարորդներին փող հավաքել ու դուրները չեն բացում հետևի դուրերը չեն բացում ժամանակին ոնց կարես դու ավտոբուսից չկարաս դուրս գաս այդ մարդկային չի փակում են սպասում ընդ դեմիս մուտ կան փող տան հետո հետևին սպասեցնում մարդիկ գործի պիտի գնա դուրը բացեք ոնց եք դուրը պիտի ամմարտկային է դուրը ձեզ հայտնի է հսկիչները քանի քաղաքացու են դուք անել այս ընթացքում Չէ, քանակներ չգիտեմ, նույնիսկ չգիտեմ քանակը, որտեղ ինչպես ասեցի, ստեղ օրինակ այսօր 52 հարց կա օրակարգում, ընդամենը 2-ն այս 2-ը։ Մեզ չեն էլ ասում ինչ են անում։ Այս քաղաքապետարանում ժողովրդավարություն չկա։ Իրանք ինչ ուզում անում, մենք չգիտեմ լրատվամիջոցներից պիտի հասկանանք ինչ են ավելացրել, ինչ են դրել, ով է գալիս, ով է գնում։ Չենք հասկանում։ Հաստիկները այսօր 100-ից ավել հաստիկ են ավելացնում, չենք իմանում։ Տեղական են ավելացում անընդհատ։ Տեղյակ չենք, ու ինչ է գալիս։ Չեն զեկուցում։ Իրանք ինչ ուզում են անում է։ Քաղաքային իշխանությունը ասում է, որ ավտոբուսները բարելավել ենք, ավելացրել ենք, նախկինում գազելներով էին քաղաքացիների իրար վրա դասված, երթևեկում, հիմա այս բարելավումները ինչ արդյունք տվեցին։ Դու ժողովուրդ տեսուն ինչ արդյունք է, հա ճիշտ է, փոք գազելները փոխարինվեցին մեծ ավտոբուսներ, բայց էլի մարդիկ չեն տեղավորվում, էլի ուշ են գալիս, գումարն են թանկացրել, այսինքն այն ժամանակ ունի 100 դրամ էր Էնել էր վատ, բայց բարեփոխում ես չեմ տեսնում, ժողովուրդը կտեսնի, ժողովուրդը խնդիրների լուծում չէր սա։ Չեն տվել, չէ, բավարար ավտոբուսներ չկա, գծեր ժամանակին չեն գալիս, գումար հավաքելու այդ խնդիր ունեն, քարտով չես կարող ուծես, ամեն ինչի տեսել այդ խնդիր կա, ոչ մարդիկ ոչ կոմպետենտ, անունակ ժողովուրդ են սրանք եկել այս կապը պիտի հեռանան, ուրիշ բան չեմ կարծում։ Ինչպես։ Միակ լուծումը դա է։ Միայն լուծումը է, սրանք կառավարող չեն սրանք։ Պրիմիտիվ բաներ չեն կարող կառավարել, իրանք մեծ հավիբուն իրենց կյանքերում չեն սարքել, որ իմագնում քաղաք կառավարեն։ Ո՞վ են այս մարդիկ։ Սրտի կարեք իրենց գնա, սրտի կարեք իրենց գնա։